Ինչի մասին են Ալիևի հայտարարությունները, պահանջներ, սպառնալիքներ, չարդարացված ծավալապաշտություն։ Ադրբեջանի նախագահն ու իր տարբեր պաշտոնյաներ հերթով ու կարգով միայն պահանջների լեզվով են խոսում մեր երկրի հետ հարաբերություններ կարգավորելու մասին, նախապայմաններ ու օդում կախված սպառնալիք, թե եթե չհամաձայնեք կկրակենք։ Ստերը թարմացնում են ամենօրյա ռեժիմով։ Այսօր նորից Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ստիպված եղավ հերքել Հայաստանի զինված ուժերի կրակելու մասին ադրբեջանական հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում։ Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը իր զորքերին հրաման է տալիս, այսպես ասենք, վախեցնել, մեկ-մեկ կրակել, հետո խաբել, թե հայերն են կրակում, Հայաստանում խոսում են Հարավային Կովկասի պատմության նոր խաղաղ էջ բացելու մասին։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Այս ամենին զուգահեռ ադրբեջանական զինվորները ապօրինաբար շարունակում են մնալ մեր երկրում, հայ գերիները Բաքվի բանտերում դատվում են կեղծ ու հնարած մեղադրանքներով, բացառապես քաղաքական նկատառումներով։ Ադրբեջանը շարունակում է պահանջել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք իր թելադրած պայմաններով առանց թաքցնելու, հայտարարելով, թե այդ ճանապարհը ուզում է առանց հայկական միջնորդության, փաստացի Հայաստանի սուվերենությունը չհարգելով։ Խաղաղության պայմանագիրն էլ, որը Հայաստանը օր առաջ պատրաստ է ստորագրել, դարձյալ ադրբեջանական նախապայմանների պատճառով դեռ միայն թղթի վրա է։ Ըստ էության հայկական ու ադրբեջանական խոսույթները խիստ տարբեր են։ Քաղաքագետները կարծում են, որ սպառնալիքների ֆոնին Հայաստանը հնարավոր էսկալացիայի ցանկացած ադրբեջանական արդարացում նախապես կանխում է։ Եթե սահմանում բախումներ կամ այլմասշտաբ պատերազմ լինի, ամբողջ մեղքը միջազգային հանրության կողմից բարձրի Ադրբեջանի վրա։ Այսինքն, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, որ եթե պատերազմը, ուրեմն դրա գլխավոր շահառուն Ադրբեջանն է, դրանից բխող հետևանքներով։ Այն, որ Ադրբեջանը խաղաղություն հաստատող պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի, պարզից էլ պարզ է։ Մյուս կողմից լայնածավալ էսկալացիան էլ է բացառում քաղաքագետը։ Այս իմաստով Ադրբեջանի ձեռքերը կապված են, պարզ ասած որևէ հիմնավորում բերել չի կարող, բայց փորձագետը չի բացառում, թե կարող է սահմանային բախումներ հրահրվեն։ Սահմանային լարվածությունը միշտ ձեռնտու է բռնապետներին, թե ներսում, թե դրսում հարցեր լուծելու համար։ Դրա համար նա չունի լեգիտիմ հիմք։ Այն որ ինքը խաղաղասեր չի, այն որ ինքը անընդհատ փորձելու է Հայաստանի լարվածություն փայլ, նաև լսարանի համար, ներքին քաղաքականության տեսանկյունից բոլոր բռնապետերին պետք է արտաքին թշնամու կերպարներ, պետք է որ անդադ լինի պատերազմ, եւ այլ որպեսզի ներքին խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղի։ Պատճառները բազմաթիվ են եւ Հայաստանին ճշմարտ տակ պահի։ Նախորդին Ադրբեջանի նախագահը իր երկրում հավատարմագրված դիվանագետներին հավաքել ու Արցախ էր տարել, հպարտանալով հաջողություններով ու հաղթանակներով։ Էթնիկ զտումներն ու ադրբեջանական բարբարոսությունները իհարկե լուսանցքից դուրս են մնացել։ Ալիևը մոռացել է նաեւ զինվորական դատարանի դռները բացել այն բազմաթիվ դիվանագետների ու անկախ դիտորդների առաջ, որոնք ցանկություն են հայտնել պարզապես հետևել հայերի դատերին։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։